Բարև ձեզ, սիրելի աղջիկներ, այս ճենը ես ձեզ չեմ տվել, երբ որ ինձ նվեր էին ուղարկել, հիմա մտածում եմ, չգիտեմ իրան օգտագործեմ, թե չօգտագործեմ, սա ինձ Ֆրանսիայից են նվեր բերել, բայց իրա տուփի վրա գրված է Made in China, ճեների տարբեր գույներ է, կոմպոզիցիա է ինքը, հիմա տեսնենք, որտեղ էր գրած Made in China, ահա, այստեղ Made in China, Marionaut, եթե ճիշտ եմ արտասանում, ես իմ նոր հեռախոսով եմ նկարում, ֆոկուսը հա կորցնում է, Marionaut ֆիրմայի ճենա, այսպես իրա տեսքը շատ սիրուն է, երեսը փայլեր է, այսպեսի տուփ է, ուրեմն գույները այսպիսինն է, ճիշտն ասած ես դիասամանագույն չունեմ, ունեցել եմ տվել եմ ընկերուհիներիս, այն ժամանակ չգիտեի, որ որպես դիմահարդար կարող աշխատեմ և կանաչ այս գույնը չունեմ, այս երկու գույների հետ կապված մտածում եմ այս պալետկան օգտագործեմ, թե չօգտագործեմ, բայց որ ասեմ ինքը շատ պրոֆեսիոնալ կոսմետիկա չէ, ես ձեռքի վրա մի փոքր փորձել եմ իրան, ինքը գույները շատ թույլ է հաղորդելու, պիգմենտացիան շատ թույլ է իրա, կան գույներ, հա, որ ունի պիգմենտացիա, բայց օրինակ կանաչը, տակից կարող է թե բազակսեմ, լավ նստի, մի խոսքով, այս կանաչի վերաբերյալ եմ մտածում ու յասամանագույնի, այստեղ յասամանի մեջ ինձ փայլուն տեսակներ է, բայց այդ ձեր իմացած շատ ուժեղ փայլերը չի, շատ շիմերնի չի, մատիկ կարգի է նստում, իրականում այդքան էլ որակապես ոնց որ վատը չի ու մտածում եմ օգտագործելու մասին, եթե օգտագործեմ հիմնականում տոնական դիմահարդարման համար, բայց տոնական էլ ես որ ասեմ տեն շատ դիմահարդարվում եմ, չէ, շատ թեթևի մեջ եմ դիմահարդարվում, չգիտեմ, այս կանաչներն է լավը, հետո այս վրայի փայլն է լավը, յասամանն էլ է լավը, այստեղի սևը պիգմենտացիա չունի, այստեղ փայլերից կա նաև արծաթագույնը և ոսկեգույնը, այս կանաչները կարամ ամենօրյա էլ իրանց օգտագործեմ, ճիշտ է հիմա տենց մոդայից դուրս է եկել ստվերաներկեր օգտագործելը, բայց կարելի է նույնց մոդայի մեջ գցել, չգիտեմ, այս կարեչնիվի գույներն մի ժամանակ կար, որ տենց օգտագործում էին, թեկուզ միտակ մենակ իրան էին քսում առանց ռաստաշովկայի, հիմա ոնց որ մոդայից դուրս է եկել, մի խոսքով, դուք ինձ խորհուրդ տվեք, ես սա օգտագործեմ, թե չէ, եթե օգտագործեմ, ձեր հետ միասին պիտի գույները փորձարկենք, եթե մտածում եք, որ ավելորդ իմ դարակում տեղ զբաղացնելու ու ինձ տենց պետք է չի գալու, ու ծանոթ եք այս ֆիրմային, այդքան էլ լավ որակի չի, գրեք, ըստ մեկնաբանությունների կորոշեմ օգտագործեմ, թե չօգտագործեմ, այստեղ նաև կա երկրորդ դարակ, ինձ ճիշտն ասած շատ դուր եկավ այս երկու գույնը, բլաշները, ու նաև ասեմ, որ իրանց գույները շատ թույլ են, շատ թեթև կնստի դեմքի վրա, ես տենց կռիզիս ունեմ բլաշների, այս երկու գույները շատ սիրուն է, այս պերսիկն է վատը չի, կարաս խառնես իրար, ստանաս ինչ-որ հետաքրքիր բան, սա որպես կոնտուր կարելի է օգտագործել, իսկ սա չգիտեմ, որպես ինչ կարելի է օգտագործել, կարելի է կոնտուրի վրայից գնալ, և սրանք շրթներքներն են, ու ինչ որակի է, իսկապես չգիտեմ, այստեղ վրձինները, որ այդ վրձինները ոչ պրոֆեսիոնալ է, բայց այստեղ գույնային գամաները շատ լավն են, այս երեք գույները ես հանգիստ կարամ օգտագործեմ, շրթներքի բոլոր գույները կկարողանամ օգտագործեմ, այստեղ սա իմ ոչ այս պալետկայի, այլ պալետկայի հետ կարամ օգտագործեմ, խառնուրդ անեմ, և արդեն ճեները,
Օրինակ այս կարիճնիվին շատ սիրում պիգմենտացիա ունի, մի թեթևանում է սկսվում է։ Սևը չէ, այստեղ այս կապուտները շատ մոդնի գույներ չի, կարող է չօգտագործվի, բայց յասամանը այստեղ ու կանաչը շատ կօգտագործվի։ Դուք ասեք, ինչ եք խորհուրդ տալիս, օգտագործեմ թե չէ։ Ձեզ հետաքրքրում է այս պալետկան թե ոչ։ Մի բան էլ ասեմ, այստեղ կտեսնեք շատ շիմերային, բայց իրականում ինքը այդքան էլ շատ շիմերային չի։ Թեթև հանգիստ նստող ծեներ է։ Շատ դյոշվի տեսակ չի էլի ինքը։ Շատ պրոֆեսիոնալ չի, շատ դյոշվի է չի։ Թեթև նստող ինչ-որ ծեներ է։ Կարող է եւ շատ սիրուն է լինի իրանց, երբ որ օգտագործենք։ Այ, բայց հոտը լավը չի, ասեմ։ Հիմա դուք մտածեք, գցեք բռնեք։ Իսկ ովքեր տեղյակ են այս ֆիրմայից, ինձ գրեք, օգտագործենք թե չօգտագործենք այս պալետկաների իրար հետ։ Օրինակ այս բանն էլ շատ լավ է մտածված, հետաքրքիր կարտոն է, այստեղ մասով, որ իր վրա սիրուն նստում է, որպեսզի հալին չվնասվի, փոշի չլինի։ Իսկ որ պրոստը ցելոֆանչիկներ է լինում, դրանք հարմար չի, ես թափում եմ։ Սա կարելի է վրան թողնել։ Գույները այսքանն են, եթե ձեզ հետաքրքրում է ասեք, բայց իմ մտքին ճիշտն ասած մի քիչ կօգտագործեմ, որովհետև յասաման ու կանաչ գույն չունեմ։ Բայց մտածում եմ դեռ օգտագործեմ թե չօգտագործեմ։ Այստեղ գույներ կա, որ կարելի է իրանց պրոստը ամենօրյա էլ օգտագործել։ Բլաշներն էլ հաստատ կօգտագործվի, շրթներքներն էլ կօգտագործվի։ Հաստատ կօգտագործվի։ Հիմա դուք գրեք մեկնաբանությունների բաժնում, ձեզ հետաքրքրում է թե չի հետաքրքրում, օգտագործենք թե չօգտագործենք։ Բայց մի հատ ցույց տամ այս գույնը օրինակ։ Օրինակ սիրուն է ինքը գույնը բացվում։ Այդտեղ բերեք կանաչը մի հատ ցույց տամ։ Եվ հնդկական ոճի մեջ այս ռոզվին։ Այստեղ նաև սևը կա, որ ոնց որ շատ պիգմենտ չունի, քիչ է։ Իմ ուզած պիգմենտը չէ, այն շատ որ պրոֆեսիոնալ օրինակ pH-ը մի փոքր վրձին անում ես, լավ կսում է, սա տենց չի։ Այսքան աղջիկներ ջան, ես տենց մտածում եմ, ես ինչ նվեր են տվել, հետաքրքիր է գույները փորձել, բայց նաև քանի որ շատ քիչ եմ, ես սկսել շպարվել։ Չգիտեմ, հիմա էլ Հայաստանում ես չեմ էլ աշխատում, որպես դիմահարդար զբաղված եմ լինում։ Դա համար մտածում եմ, մենակ իմ համար արժե բացեմ, չբացեմ, ու եթե ծանոթ եք, գրեք։ Ու ըստ մեկնաբանությունների, եթե շատերին հետաքրքրի, կօգտագործեմ։ Ու ձեզ համար է վիդեո կնկարահանեմ, իսկ եթե հետաքրքիր վիդեո չի ու ձեզ էլ սա չի հետաքրքրում, ես հեսա մի կողմ կդնեմ ու չեմ օգտագործի։ Բերդ աղջիկներ ջան, այսքանը։